Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է 2.5 ժամ։ Զրույցի ընթացքում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները փորձել են դիվանագիտական լուծում գտնել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ ՄԱԿ-ը ևս գնահատում է նրանց շփումներն ու կարևոր է համարում հեռախոսազրույցի փաստը։ Այս մասին ասել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, սակայն ակնկալում է երկու երկրների հետ հարաբերությունների բարելավում։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ հիմա Ռուսաստանն ու Չինաստանը գուցե ընկերներ են, բայց իրենք էլ են այդ երկու երկրների հետ ընկերներ լինելու։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբները 72 ժամվա ընթացքում իրենց 4-րդ հարվածն են հասցրել Կարմիր ծովում ամերիկյան ավիակիր նավին, կանխելով Արաբական Հանրապետության վրա ավիահարվածը։ Հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցչի խոսքով հարձակումն իրականացվել է մի քանի թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Գազայի հատվածում շտապօգնության մեքենաների գրեթե կեսը չի կարող օգտագործվել վթարների և վառելիքի պակասի պատճառով։ Նշվում է, որ վերջին 17 օրվա ընթացքում ոչ մի մարդասիրական օգնություն տարածաշրջան չի ժամանել, այդ թվում բժշկական պարագաների, դեղորայքի կամ վառելիքի մատակարարումներ հիվանդանոցների և շտապօգնության մեքենաների համար։ 53 սպասարկող մեքենաներից այժմ աշխատում է միայն 23-ը։ Կարմիր մահիկը նաև հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ Իսրայելը մարտի 2-ին փակեց Գազայի սահմանային անցակետը, սննդի, ջրի, վերմակների, հագուստի, վրանների և առաջին անհրաժեշտության իրերի հոսքը դադարեց, իսկ ռազմական գործողությունների վերսկսումը ավելի մեծ վտանգի է ենթարկում անկլավի բնակիչներին, դժվարացնելով նրանց գոյատևումը։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ևս հայտնել է, որ Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ մարտին կմնա առանց սննդի փաթեթների, եթե տարածաշրջան մարդասիրական մատակարարումները չվերսկսվեն։ Հյուսիսային և Բալթյան երկրները կոչ են արել արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Ուղերձը կազմվել է Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեյցիայի, նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի բարձրաստիճան դիվանագետների կողմից, որոնք Բրյուսելին կոչ են արել կոնկրետ առաջարկներ պատրաստել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացն էապես արագացնելու վերաբերյալ։ Մեծ պետությունները նաև պնդում են, որ կողմերի միջև տարաձայնությունները, որոնք հակասում են համայնքի ռազմավարական շահերին, չպետք է խանգարեն Ուկրաինային միանալուն։ Այն պետք է լուծվի երկխոսության միջոցով։ Մահապատիժ է իրականացվել Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգում, դատապարտյալ Ջեսի Հոֆման կրտսերի նկատմամբ այն իրականացվել է ազոտի օգտագործմամբ։ Նշենք, որ անցյալ տարի Լուիզիանան 15 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ մահապատժին և թույլատրեց այն իրականացնել ազոտային գազի միջոցով, չնայած մեթոդի քննադատությանը։ Ըստ մամուլի հրապարակումների Լուիզիանայում մոտ 60 բանտարկյալներ մահապատժի են ենթարկվել։ Մոզամբիկի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է մարտական զինամթերք և արցունքաբեր գազ։ Հաղորդվում է, որ լարված մթնոլորտ է տիրում Մեծ Մապուտոյի մետրոպոլիտայի տարածքում։ Մասնավորապես անկարգություններ են գրանցվել Մատոլայի քաղաքապետարանի մի քանի թաղամասերում։ Նախագահի նախկին անկախ թեկնածու Վենանսիո Մոնտլեյնը մարդկանց կոչ է արել ցույցեր կազմակերպել հարգելու իշխանությունների կողմից չճանաչված ժողովրդական հերոսների հիշատակը։ Նշվում է, որ ցույցերի ընթացքում 2 մարդ է զոհվել, 14 մարդ վիրավորվել է։ Համապետական ընտրություն Մոզամբիկում տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մոնտլեյնը, որը անհամաձայնություն էր հայտնել այդ արդյունքների առթիվ, կոչ է արել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ իրականացնել։